Եվ ես որևիցե մասին եք խոսում քաղաքացու հետ, պարոն Մանասյան, բայց արդյոք քաղաքական ուժերը, քաղաքական դաշտը լի է այդպիսի ինձ մեկ է, թե ով ինչով է լի։ Ես կարծում եմ, որ ճիշտը սա է, ամբողջ ծավալը սա է, մեր առջև դրած խնդիրը սա է։ Եվ մենք այս խնդիրը պետքա լուծենք։ Եթե մենք այս խնդիրները չենք կարողանում լուծել, բայց ինչի ենք իրար գլխու հավաքվել, խելքի տվել, որ մեր համատեղ ուժերով մեծացնենք մեր կարողությունները եւ համակարգվելով, ամեն մեկը մի դեր ստանձնելով, բարձրացնենք արդյունավետությունը մեր համատեղ գործելու։ Այդ արդյունավետությունն ու այդ ուժը միասին պետքա բերի բարեկեցություն, հանգիստ, անդոր։ Հանրային պահանջը դա է, պարոն Մանասյան։ Դա իմ պահանջն է, ինձ մեկը հանրային պահանջը, ես պոպուլիստ չեմ։ Ես չեմ գալիս բոլորին բավարարելու։ Ես կարծում եմ, որ հանրությունը դա բազմաթիվ խմբեր են, բազմազան խմբեր են, շերտեր են, շրջանակներ են, տարբեր շահեր են։ Հանրությունը դա համասեռ միատար, այսպես բետոն չէ, հա, դա բազմաբաղադրիչ, բազմաշերտ ինչ որ ամբողջություն է։ Ահա, ես գալիս եմ որպես քաղաքականություն մտնող, քաղաքական հայտ ներկայացնող անձ, իմ տեսակը ներկայացնելու։ Այդ բազմազանության մեջ կա Հայկ Մանասյանի տեսակը։ Հայկի պես տղաներ եւ աղջիկներ, Հայկի ծնողների պես հայրեր եւ մայրեր կան, Հայկի զավակների պես զավակներ կան, Հայկի տված դաստիարակության պես այսօր շատ մարդիկ իրենց երեխաներին այդպես են դաստիարակում, ոչ թե ասում են գնա սրա աչքը հանի, այլ նստեն մտածում են, թե ինչի իրենց երեխան չի գնում, տղա երեխան գնում парի, որովհետեւ парը դա ինչ որ գզիկ բան է դարել ու ես մի համերգի աղջկաս համերգներ եւ տարբեր շրջաններից տարբեր парի խմբեր են եկել ես տեսա որ գրեթե տղաներ չկան բայց չէ որ դա նշանակում է փողոցում կրիմինալի մակարդակը ուղիղ կապված է այդ քայլի հետ այսինքն եթե դու ուզում ես հասկանաս այդ парի խմբակը ինչի համար է քեզ դուր է գալի թե քո դրա համար չի որ մարդը վերջում պիտի դարա парի պետականի parող Չէ դա նրա մասին է, թե դու ինչ կրիմինալի ինչ աստիճան կունենաս փողոցում, գնդակահարությունների եւ դանակահարությունների ինչ մակարդակ կունենաս փողոցում, դա դրա մասին է։ Եվ ինձ միևնույնն է, թե քանի շերտեր ինչպինչ են մտածում, իմ տեսակը, իմ սոցիումի, իմ բաժինը։ Ես հասկանում եմ, որ կարող է միևնույն լինել, պարոն Մանասյան, բայց նաեւ որպես քաղաքականություն մտնող ուժ դուք պետք է դիտարկեք նաեւ ինչ որ առումով մոնիթորինգ անեք, ինչպիսին է հանրային պահանջը եւ փորձեք նաեւ այդ հանրային պահանջը բավարարող ինչ որ առաջարկներ ներկայացնել։ Ես չեմ կարծում, ես ինձ համարում եմ էլիտա, ներողություն անհամեստության համար։ Ես ինձ համարում եմ էլիտա։ Նախ ասեմ ով է էլիտան։ Էլիտան այն շարքային ընտանիքից դուրս եկած այն շարքային զավակն է, ով իր ծնողի պատգամը, որ տղա ջան, գնա մարդ դառի, գնա ավելին դառի։ Մենք չարչարվել ենք, մեր բերանից կտրել ենք ծնողները իրանց երեխեքի համար, իրանց բերանից, որ իրանց երեխեքը ավելի լավ ապագայի արժանանան։ Նա ով այդ պատգամը կատարում է, միջև վերջ տանում է, ծնողի այդ պատգամ։ Ես կարծում եմ նա էլիտան է։ Ես ինձ էլիտա եմ համարում։ Ես էլ իմ երեխային եմ նույն ձևի պատգամելու, գնա եւ դարձի առավել քան ես էի, առավելին քան ես հասցրեցի կամ կարողացա։ Ինձ համար դա նախապայման է իմ երկրում։ Ոչ ոքի քննադատելու չունեմ, որ այլ երկրում են իրենց երջանկությունը գտել, բայց ես կուզենամ իմ երեխան իմ կողքը լինի։ Մենք հիմա թեմայից շեղվում ենք, բայց եթե հարցը այսպեսին է, փորձեմ մի փոքր պարզաբանում տալ։ Ես շատ ծնողների եմ լսել, ովքեր ասում են, թող երջանիկ լինի, որտեղ ուզում է թող լինի։ Ես ասում եմ, ասենք մի 6 ամսեկան խոզի գոջի է։ Դու ես պահե, 6 ամիս մեծացրել ես։ Գալի ձեռիցդ վերցնում տանում են։ Դու դրա հետ հաշտես դրա հետ։ Այդպես, հենց այդպես գալի վերցնում տանում են։ Եթե խոզի գոջի լինի, նույնիսկ 6 ամսեկան, 6 ամիս քրտնած լինես, տակը մաքրած լինես, կերակրած լինես, արդեն չես հաշտվի։ Այ մարդ, ոնց դու կարաս 20, 25, 30 տարի երեխա պահես, մեծացնես, մարդ սարքես արուն քրդինքով։ Ու մի օր ասես դե լավ էլի թող Բրիտանիան տանի սարքի իր քաղաքացին որպես ռեսուրս օգտագործի։ Որովհետև այստեղ չի գնա բանակ եւ պատերազմի չի Ամերիկան ես իմ պրիմիտիվ կարող եք ասել գեղչկական, կարող եք ասել գավառական, ես չեմ նեղանա։ Ես իմ պատկերացումն եմ ասում։ Եվ ես կարծում եմ, որ իմ երեխան ոչ միայն իմ երեխան է, նաեւ իմ երկրի քաղաքացին է, իմ երկրի ապագա քաղաքացին է, ընտրողն է եւ ընտրվողն է։ Քաղաքական իրավունքների յուրացնողն է, տերն է։
հասկանում եք, ժառանգորդն է։ Ես կուզեի, որ Իմ երկրի, մեր երկրի։ Եվ ես անկեղծ ասեմ, շատ վատ կզգայի, եթե 6 ամսական իմ պահած խոզի գոչին, ես խոս պահել եմ, էլի։ Վետնամական։ Ես շատ վատ կզգայի, որ իմ 6 ամսական խոզի գոչին սուսուփուս տանեն, ասեն ինքն դե երջանիկ է ավելի։ Արի տանենք։ Ես շատ վատ կզգայի։ Առավել եւս համեմատելու բան չի։ Երբ որ քո զավակն է, ստացվում է այնպես, որ չի կարողանում ռեալիզացվի քո երկրում, քո կողքին, այլ գնում է մի ուրիշ տեղ։ Եվ դրա համար նույնիսկ մենք ամուսիններով այսպիսի խոսակցություն ունեցել ենք, ներողություն այսպիսի մանրամասնությունների համար, բայց ես իմ կնոջն ասել եմ հետեւյալը. թող Սարի Չոբան լինի, բայց իմ կողքը լինի, ոչ թե իմ հարևանությամբ։ Իմ աչքի առաջ լինի, որ ընկնեմ ոտքս կոտրեմ, ինձ հիվանդանոց տանող լինի։ Ես էլ իր երջանկությամբ երջանկանամ։ Ինքն էլ իմ կարիքի դեպքում, ոնց որ այսօր իմ ծնողներն են իմ երեխային պահում։ Հասկանում եք, իմ ծնողները այսօր իմ երեխաներին պահում են, օգնում են, որպեսզի ես եւ իմ կինը գանք աշխատանքի։ Ես էս եմ ուզում, սենց եմ պատկերացնում։ Հա, բայց մենք մեր իրականությունում ունենք լիքը ծնողներ, ովքեր պարոն Մանասյան, ես իմ տեսակն եմ ներկայացնում։ Զուտ բանակից խուսափելու հնարավոր նոր պատերազմին իրենց որդիներին մասնակից չդարձնելու համար տեղափոխում են այլ երկիր եւ սա խորքային գլոբալ խնդիր է Հայաստանի համար։ Ոնց կարելի է այս խնդիրը անտեսել։ Ես ձեր ասածները լիովին ընդունում ու ընկալում եմ։ Երբ որ այդ ծնողները ինձ մանդատ կտան, այդ ծնողները, նախ ես իմ տեսակն եմ ներկայացնում։ Ես հայտ եմ ներկայացրել մտնելու քաղաքականություն, պաշտպանելու առաջին հերթին իմ տեսակի շահերը։ Այդ իմ տեսակը, մեր տեսակը, հանրապետությունում մի տոկոս է։ Մենք 1% ձայն կստանանք ընտրություններին, 30% է, կամ 50+1% է, մենք 50+1 ձայն կստանանք։ Երբ որ 50+1 ձայն կստանանք, այն ժամանակ ես պարտավոր եմ ներկայացնել բոլորի կարիքներն ու շահերը։ Եթե այդ ծնողները, ովքեր իրանց երեխային բանակից ազատելու, փրկելու համար, ես նրանց չեմ դատապարտում ու մեղադրում, քավլիցի, ես ձեզ հասկանում եմ ժողովուրդ, ես ձեզ հասկանում եմ, բայց եթե դուք ինձ մանդատ կտաք, ես ինձ պարտավորված եմ զգում նաև ձեր հարցը լուծելու, իսկ թե ինչպես այլ պաշտպանության այն մոդելը, որը կներկայացնենք, չգիտեմ հիմա դրա ժամանակն է թե չէ, բայց կարանք խոսանք դրա մասին։ Պաշտպանության այն մոդելը, որ ես կներկայացնեմ, այն մոդելը, որ մենք ենք պատկերացնում, այդ ձեր հարցի լուծումն էլ է այնտեղ, ձեր հարցի լուծումն էլ է այնտեղ։